Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես Արման Կամո Երեմյանն եմ, ինձ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը գիտի Արարման տան վերպետն եմ ներկայանում, վերպետական համակարգի Հարոն Աբազյանից բռնած, տեղակալներից բռնած, Դավիթ Սանենյանից հանդիպում եմ տարածաշրջանի եւ աշխարհի գործընթացների մասին ուղիղ եթերով նույնիսկ կոշտ ու կոպիտ քաղաքական ամբողջ դաշտին խոսք ասվում։ Մարդը Հայաստանում չի լսվում բաժանված խմբավորումների հրապարակավ ասում ազգ ժողովուրդ չի մնացել բաժանված խմբավորումների մտածողություն չկա, գիտակցություն չկա, շատ հարցերում կիսում եմ ձեր տեսակետը, բայց եթե սենց շարունակվի, իրականում աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված կրակը մեր տուն էլ է մտնում։ Ու մենք ուղղակի ընտրությունների process-ով ես նույնիսկ պաշտոնապես եմ հայտարարել Հայաստանում գործընթացները զարգանալու են ձեզանից ոչ թե դուք վատ եք կառավարում ընտրություն չի կայանալու որովհետև իրավիճակը հասունանում է մի հատ այնց process-ի ոչ դասական քաղաքականությունը նույնիսկ աշխարհաքաղաքական գործընթացները վերում են դրան որ մարդը պիտի հիմքը լինի ու ես փորձով, փաստով, ձեր ասած խոսքը օգտագործել են պետությանը մարդն է ուժեղացնում, ոչ մեկի համար չի աշխատում, տեսած ունեն բոլոր կառույցները, ես փաստացի եմ ասում, ինձ ժողով ժամ նշանակեք, ես հարցազրույց նստեմ ձեզ այդ աշխարհի մասին խոսեմ, ասեմ, մենք Իրանին էլ օգնենք հենց այսօր, ես պարոն Աբազյանին 4 անգամ եմ հանդիպել, ավանդական ղեկավարը ասել է պաշտոնապես վտանգավոր եմ համարում իմ ու քո համար, նույնիսկ երկրի ձեր գաղափարով մարդու հետ հրապարակավ խոսամ, ասել է մի մարդ, որ կարա իմ միտքը հասկանա, միտքը կատարել բարձր գիտակցությամբ, վերին մտածողությամբ, մարդը առանցքն է, դու լավ ես ճարտարապետությունը գիտեք, աշխարհը ոնց է կարող, ես խիստ խոսքով եմ ներկայացել հրապարակավ, որպեսզի հասնի ձեզ, այսինքն նյարդային հանգույցներին եմ կպնում, երկրի քրյա օլիգարխիային այն ասել եմ գիտակցությունը շատ հասկացած ես, բայց ցավոք հիմա այս տեմպում գոնե այս շրջանում չեմ կարող խոստանալ, որ ձեր ասած հարցազրույցը կկայանա։ Համեն դեպս ես ճիշտ նախորդ չեմ լսել, եթե ունեք հրապարակային ինչ-որ բան, կփորձեմ ժամանակ գտնել եւ տեսնել թե ինչ եք ասում։ Եսայանին էլ հարցրեք, Յուրի Եսայանի տեղակալ ԱԾ։ Մի քանի օր առաջ ասում եմ վերպետական ֆիլմը, հայ ֆիլմը, պիտի բարձրանա էկրան, մենք ստեղից կենթանի ալգորիթմով աշխարհին խոսք ենք տալիս մնացածը Այսօր Արթուրինի ազգանունով մի հատ տղայի հետ ենք խոսել, այնպես լավ խոսակցություն ենք ունեցել։ Ինքը մի քիչ ուրիշ բաներ ասում, իր ասած ինձ ավելի է դուր գալիս ճիշտն ասած, քան թե ձեր ասածը։ Լավ։ Կներեք ամենայն հայտնի, բայց երկրի անվտանգության համակարգը տեղյակ է, այս ձեր հանդիպումն էլ պատական չէ։ Անվտանգության համակարգը ինչի՞ց է տեղյակ։ Այն գաղափարը, որ ներկայացնում եմ ու շատ կհարցնեմ ես, Պարոն Աբազյանը 4 անգամ հանդիպել է, դες պատական բան լինում է։ Կհարցնեմ ես տեղյակ եմ, թե ինչ տեղյակ չեմ բայ, բայց կհարցնեմ։ Ես ասել եմ, որ ես եմ ձեզ ճանապարհելու երկիրն է վերպետականը դառնում, այսքան բան ասել, բայց լավ ձևով, գիտակցական։ Ոչ հեղափոխությամբ, ոչ ընտրությամբ։ Մարդը առանցքն է երկրի, գնացի հաջողություն, լավ եղեք։ Ես պարոն Աբազյանին եմ sense հաջող արել, ասել եմ լավ եղեք։